Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականը եթերում, կրկինքի իրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Տարածաշրջանում փոփոխությունները բերում են նոր պայմանների տնտեսության գործունեության համար, կենսագործունեության համար, արտաքին տնտեսական կապերի զարգացման համար, որում այդ որոշումները, որոնք ընդունվում են տարածաշրջանի երկրների կողմից, դրանք էլ նույնիսկ միջանկյալ բնույթ են կրում, այսինքն դրանք դեռ խորանալու հստակ միտում ունեն եւ դրսեւորում են այդ միտումը, բայց այս ամենը նաեւ ենթադրում է շատ կարեւոր մի տնային աշխատանք, ընդ որում լայնամասշտաբ տնային աշխատանք, որովհետեւ նոր կոմունիկացիաների անհրաժեշտություն կա այստեղ, թողունակության բարձրացման խնդիր կա եւ այս ներդրումային դաշտը բարենպաստ դարձնելու համար եւս ծավալուն աշխատանք է պահանջվում։ Փորձենք հասկանալ մեր պետության անելիքները տնտեսական քաղաքականության ոլորտում, հենց տնտեսական քաղաքականության մեջ քաղաքական որոշումների ինչ անհրաժեշտություն կա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, բարև ձեզ պարոն Քթոյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ինչ ժգրտում դեռևս չեմ ստանձնել խորհրդի անդամ։ Բոլոր դեպքերում դե յուրե արդեն ազգային ժողովում տեսանք ինչպես այո, ինչպես մանդատ ստացանք համապատասխան։ Պարոն Քթոյան, տեսեք, այս նոր իրողություններ են ձևավորվում մեր տարածաշրջանում, ընդ որում բավականին ակտիվ դինամիկա դրսևորելով, այսինքն սա դեռ շարունակական process է եւ շատ կարեւոր է, որ մենք մեր պետությունը, մեր տնտեսությունը լինի համարժեք այս փոփոխություններին, բնականաբար առավել շահեկան դիրքում մեր երկիրը տեսնելու այդ մտադրմամբ, հա, եւ նպատակադրմամբ ձեր գնահատականը ինչ նոր հնարավորություններ են բացվում եւ որն է մեր անելիքն ըստ այդմ, որ ասենք մինչ այս ուղղակի երևի թե հնարավոր չէր անելու, բայց հիմա ուղղակի արդեն հրամայականի է վերածվել, համեցեք։ Հնարավորությունները ըստ էության բավականին լայն համատեքստ ունեն, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունը այն տարածաշրջանում է գտնվում, որը այլընտրանքային այսպես կոմունիկացիոն շղթայի մաս է կազմում, որը որ Չինաստանը կապում է Եվրոպայի հետ, Արևմուտքի հետ ցամաքային կապի առումով եւ այդ այլընտրանքային կապուղու նշանակությունը տարեստարի ավելի է մեծանում նոր իրողությունների պայմաններում եւ այստեղ տարածաշրջանի ուրեմն մասնակից պետությունները իրենց երկարաժամկետ ռազմավարությունը կառուցում են հենց այս տրամաբանությունից ելնելով եւ Հայաստանը բացառություն չի, ըստ էության մեր հիմնական այսպես այն առանցքային նոր իրողությունը, որը այստեղ կա, պայմանավորված այդ հիմնարար հանգամանքով եւ բոլոր այն դրսեւորումները, որ մենք տեսնում ենք նորությունների մեջ առանձնացնող լրատվական դյույթում առանձնացող այն այսպես հաղորդագրությունները, որոնք վերաբերում են հաղորդողիներին, ապաշրջափակմանը եւ այլն, դրանք այս ընդհանուր տրամաբանության մաս են կազմում եւ մեր խնդիրը պետք է լինի ուրեմն
առավելագույն այսպես բացությունը եւ ներքին ուրեմն ենթակառուցվածքների ներքին պատրաստվածությունը։ Մենք պետք է ուրեմն մեր ենթակառուցվածքները բերենք այն վիճակի, որը այլընտրանքային կապուղիների առումով որպես լուծում ծանրակշիռ կլինի խաղացողների համար եւ տնտեսապես էֆեկտիվ ու արդարացված կլինի, կամ էլ մենք պետք է ունենանք այն հատվածների համար, որոնք որ կամ վերականգնման ենթակա են, կամ ընդհանրապես դեռևս կառուցված չեն, դրանց մասով ունենանք որոշակի ներդրումային նախագծեր, առաջարկներ, վարենք նախաձեռնենք բանակցություններ ամենատարբեր ֆինանսական կառույցների, պետությունների հետ կոնսորցիումային կամ այլ տրամաբանությամբ այդ հաղորդողիների ամբողջականությունը ապահովելու համար ներդրումների իրականացման նպատակով մեր անելիքներն ըստ էության այստեղ պրոակտիվ են եւ պետք է մենք ըստ էության մեր քաղաքականությունը պետք է լինի առավելագույնս պրագմատիկ, այն առումով, որ պետք է Հայաստանը մենք տեսնենք մեծ աշխարհի մաս, ոչ թե մենք ինքներս մեզանով մի քանի կանխադրույթ, չգիտես որտեղից վերցրած, որպես հիմք ընդունենք եւ առաջնորդվենք դրանցով, այլ անհրաժեշտ է։ Դե նկատի ունեմ այն, որ օրինակ երկար ժամանակ տարածվում էր այն խոսույթը, որ մենք սեփ ենք ուրեմն թուրանական աշխարհի միավորման ճանապարհին, որ իրենք ցանկանում են միավորվել, մենք այստեղ մեր հպարտ առաքելությունը սա է, պետք է այդ առաքելությունը պատվով իրագործենք եւ այլն։ Այստեղ խնդիրը այն է, թե որն է մեր երկարաժամկետ շահը, մենք պետք է գիտակցենք այդ երկարաժամկետ շահը եւ ամենայն այսպես պրագմատիվությամբ եւ պրոակտիվ տրամաբանությամբ այդ շահը առաջ տանենք, իսկ մեր շահը այստեղ բաց լինելն է տարածաշրջանային ամենատարբեր կոմունիկացիոն նախագծերի համար եւ մեր տարածքը իհարկե իրավազորության, ինքնիշխանության, հիմնարսկզբունքների պահպանմամբ ամենատարբեր կոմունիկացիոն ու լոգիստիկական նախագծերի համար առաջարկելն է։ Ու այդ ամենին իրավահավասարության սկզբունքով բնականաբար մաս կազմելն է։ Դա կարող է լինել առանցքային նախապայման է հանդիսանում մեր երկարաժամկետ դիմակայունության բարձրացման եւ մրցունակության բարձրացման համար։ Եթե փորձենք մեջբերել ամենատարբեր հետազոտություններից, որոնք կատարվել են օրինակ Համաշխարհային բանկի, այլ ֆինանսական միջազգային կառույցների կողմից, Հայաստանի ուրեմն կոմունիկացիոն սահմանափակումները, փակ սահմանները, լոգիստիկական ուղիների թեր զարգացվածությունը, այլընտրանքների սահմանափակությունը, դրանք արտահանման ընդլայնման էական խոչընդոտ են հանդիսանում, նշանակալի խոչընդոտ են հանդիսանում եւ առկա պոտենցիալի պայմաններում ուրեմն լոգիստիկական խնդիրները կարգավորելու պարագայում հնարավոր է առնվազն 30%-ով ընդլայնել ներդրումը, ներողություն արտահանումները եւ արտահանման ծավալը, ու դրանից բխող շատ այլ այսպես առավելություններ կան, հնարավորություններ կան, դրանց մենք պետք է պատրաստ լինենք դրանց օգտագործել։ Պարոն Քրթոյան, այո, տեսլականի առումով այստեղ թվում է թե հասկանալի է մենք ինչ ենք ուզում եւ process-ներն ուր են տանում, բայց հիմա այդ ամենը իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը մշակեց եւ ներկայացրեց խաղաղության խաչմերուկ կոչվող նախագիծը, այն պատկերեց քարտեզի վրա եւ մենք տեսնում ենք, որ քարտեզը քարտեզ կամ սխեման սխեմա, բայց գետնի վրա իրողությունն այն է, որ այդ խաղաղության խաչմերուկն ունի բազում բացակայող օղակներ։ Մեկի հետ կապված, որը թրիփն է,
Հայաստանը ձեռք բերեց պայմանավորվածություն Վաշինգտոնում օգոստոսի 8-ից եւ հիմա ինտենսիվ բանակցություններ են գնում դրա արդեն իրագործման փուլ մտցնելու համար հարցը։ Բայց կան նաեւ այլ օղակներ, բազմաթիվ եւ դրանք եւս ներդրումներ են պահանջում, ինչ եք կարծում ներկայիս դրությամբ եթե ոչինչ չփոխվի Հայաստանի ներդրումային դաշտը պատշաճ չափով բարենպաստ է նման ծավալի աշխատանքների համար ներդրումներ ներգրավելու համար, թե այստեղ հավելյալ անելիքներ եք տեսնում, համեցեք։ Ըստ ամենայնի, եթե մենք խոսում ենք գլոբալ ենթակառուցվածքային նախագծերի մաս կազմելու հանգամանքից, ապա այստեղ այդ ամենը եւ դրան շրջանակներում երկրում ներդրումները արվում են ոչ թե բիզնես միջավայրի ներդրումների տեսանկյունից նպաստավոր լինել չլինելուց, այլ դրանք շատ ավելի բարձր մակարդակի կարգավորումների են ենթակա եւ դրանց տրամաբանությունը փոքր-ինչ այլ է եւ երկկողմ կամ բազմակողմ քննարկումների, բանակցությունների առարկա է հանդիսանում։ Ըստ էության պետք է նաեւ պատրաստ լինելը, տեսեք, եթե Հայաստանը հայտարարում է, որ իմ տեսլականը սա է, գաղափարական տեսլականը եւ առաջադրում է խաղաղության խաչմերուկի ուրեմն ռազմավարությունը կամ նախագիծը, դա կարևոր ազդակ է նաև ֆինանսական կենտրոնների համար, որոնք պատրաստ են ներդրումներ իրականացնել, դա ազդակ է առ այն, որ պետությունը իր ռազմավարական այսպես մոտեցումը կառուցում է այս հաստատղթի հիման վրա, դա նշանակում է, որ այն տրամաբանությունը օրինակ, ընկած է միջիմիջանցքի ամբողջական գործարկման, թողունակության բարձրացման եւ նույն խաղաղության խաչմերուկի այդ գաղափարը դրանք իրար հետ համահունչ են, հետեւաբար այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ազդարարում եւ չի կատարում որևէ բան, որը հակասում է այդ ներդրումային տրամաբանությանը, ու այստեղ խոշոր խաղացողները, աշխարհակահաղական կենտրոնները լուրջ ներդրումային նախագծեր ունեն, որոնց գլխավոր թիրախը մեր տարածաշրջանով անցնող նաև կոմունիկացիան թողունակության բարձրացումն է եւ կարծում եմ, որ այդ ուրեմն ներդրումների այն մասը, որը վերաբերելու է Հայաստանի տարածքով կոմունիկացիաների ուրեմն ենթակառուցվածքների արդիականացմանը կամ նոր կառուցմանը կամ վերազինմանը, այստեղ որևէ ներդրումային տեսանկյունից խնդիր չկա, չնայած այո կան որոշ այսպես կարգավորումային միգուցե կարող են լինել սահմանափակումներ, բայց դրանք էական նշանակություն ունենալ չեն կարող, դրանք շատ արագ կարող են լուծվել եւ սա իրականում երկարաժամկետ նախագիծ է, մենք պետք է հասկանանք, նախագիծ է, որտեղ խնդիրները ոչ միայն Հայաստանի տարածքում կոմունիկացիաների կամ ենթակառուցվածքների արդիականացման են առնչվում, դրանք այս լոգիստիկական երկրաշղթայի այլ հատվածներում եւս կան խնդիրներ, որոնք որ ել ավելի հրատապ ուրեմն լուծումներ են պահանջում, այստեղ անելիքներ իրականում շատ կան եւ լավ է նաև այն, որ Հայաստանի կողմից չի առաջարկվում միայն տրիպ նախագծի ուրեմն շրջանակների ենթարկվող հաղորդողին, խաղաղության խաչմերուկը այլ հաղորդողիներ եւս ուրեմն առաջարկում է եւ այստեղ եւս տնտեսագիտական գնահատումների անհրաժեշտություն կա, արդյունավետության գնահատման կարիք կա, առավել եւս եթե զուտ հեռավորությունների չափանիշով դիտարկենք, ուրեմն Հայաստանի տարածքով մասնավորապես հյուսիսային հատվածով անցնող հաղորդողին, երկաթուղին ինքը ուրեմն բավականին մեծ
ներուժ ունի արդյունավետության առումով եւ նավուրալ ընտրակների համատությամբ օրինակ ավելի կարճ է, ինչը այդ տարբերակի տնտեսական նպատակահարմարության օգտին լացիչ փաստարկ է հանդիսանում։ Պարոն Քթոյան, Ադրբեջանի իշխանությունները վերացրել են այն տարանցման սահմանափակումները, որոնք սկսեցին կիրառվել դեռ 90-ականների սկզբից պատերազմի տրամաբանության մեջ եւ ահա անցած շաբաթվա ընթացքում էր, որ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում իր պետական այցի ընթացքում հայտարարություն արեց, որ Հայաստանի նկատմամբ այդ սահմանափակումները տարանցման սահմանափակումները վերացվում են եւ որպես այսպես պիլոտային բեռնափոխադրում իրականացվելու է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան ադրբեջանական, հետո վրացական, հետո հայկական երկաթուղիներով դեպի Երևան։ Եվ ահա այսօր էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանը նաև տարանցում թույլ կտա իր տարածքով ռուսական բեռների դեպի Հայաստան գնացող այդ ռուսական բեռների համար։ Այս ամենը արդյոք չի նշանակում, որ նույնն էլ ասենք հայկական բեռների համար պետք է լինի նույն հենց այդ Ղազախստան կամ Ռուսաստան եւ ինչ է փոխում այս ամենը հատկապես Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, որովհետեւ դե հաստատապես մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն, այսպես ասենք, այս զարգացումների նկատմամբ իր վերաբերմունքը կառուցում է դե որպես անխուսափելի ինչ որ մի բանին այլ կերպ չի կարող վերաբերվել եւ վերաբերվում է արդեն որպես կատարված փաստի, բայց մյուս կողմից էլ շատ լավ հասկանալով, որ աշխարհաքաղաքական առումով խաղից դուրս է հայտնվում եւ իրեն մնում է ուղղակի այսպես ընդհանուր հիմունքներով փորձել օգտվել այդ նոր իրողություններից։ Ձեր մոտեցումը։ Ըստ էության Աշճանաբար ձևավորվում ու ամրապնդվում այն գիտակցումը, որ մեր տարածաշրջանում եւ առավել այն տրամաբանությամբ եթե վերցնենք միջիմիջանցքի երկայնքով ուրեմն երկրների միջև հարաբերություններում հակամարտության տրամաբանությունը կամ գաղափարը կամ ռազմավարությունը հեռանկարային չի կարող աշխատել եւ չի բխում ոչ ոքի շահերից կամ գրեթե ոչ ոքի շահերից եւ այս առումով հակառակը հասկանում են երկրները, որ պետք է օգտվել այս հնարավորությունից, փորձել արդեն տնտեսական օգուտներ քաղել, հնարավոր այսպես լոգիստիկական խոշոր հոսքի մաս կազմելուց եւ նույն կարծում եմ Ադրբեջանի քաղաքականությունը հենց այս գաղափարին է միտված եւ եթե բոլորի պարագայում այդ այսպես կոչված win-win ռազմավարությունը արդեն գերակա է դառնում, այստեղ այլ բան չի մնում, քան ներդրումներ խթանել, քան խթանել փոխադարձ առևտուրը եւ դա այսպես ռազմավարական առումով հեռանկար ունի։ Նաև պետք է ասել, որ այդ հեռանկարը կամ այն լուրը, որի մասին որ դուք նշեցիք, շատ այսպես կարևոր ազդակ է, ոչ միայն կոնկրետ այսպես արտաքին առևտրում ներգրաված սուբյեկտների համար կամ որևէ քաղաքական տրամաբանությունից ելնելով, այլ նաև ինքը կարևոր ազդակ է ֆինանսական համակարգի համար, ըստ էության հակամարտության բացակայության իրավիճակը դա երկրի ռիսկի տեսանկյունից բոլորովին այլ ավելի ցածր գնահատականներ է ենթադրում, ինչը այսպես թեթևացնող ազդեցություն է ունենում ֆինանսական շուկաների վրա եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք դրա արդյունքները արդեն կտեսնենք։
Պարոն Քթոյան, եւս մի հարց, խաչմերուկ դա նշանակում է առնվազն 2 ճանապարհների հատում, չէ՞։ Դե մեկը հասկանալի է այդ միջին միջանցքի աշխարհագրությունն է այդպեսին, դա արևելք արևմուտք ճանապարհն է, ճանապարհներն են, հա, այսպես լայն վերցրած։ Եվ հյուսիս հարավ բավականին ինտենսիվ ձևով կառուցվում են եւ նաեւ հաղորդագրություն տարածվեց, որ Սիսիան-Քաջարյան հատվածի համար էլ մինչեւ այս տարեվերջ մրցույթը արդեն կհայտարարվի եւ այսպես ասենք այդ ճանապարհի կառուցման իրավաբանական մասը առնվազն արդեն լուծված կլինի, ենթադրում եմ մյուս տարվանից էլ կմեկնարկի այդ ճանապարհի կառուցումը։ Հիմա այս ամենը միայն Հայաստանով չէ պայմանավորված, ի վերջո տեսեք, Ադրբեջանը հանում է իր սահմանափակումները տրանզիտային, բայց այդ կապն ապահովելու համար այնուամենայնիվ Հայաստանին հասանելիություն չկա։ Այդ բոլոր այն հատվածները, որտեղ իրար են կպնում հայկական եւ ադրբեջանական երկաթգծերը գոյություն չունեն, կամ երկաթգիծ ընդհանրապես չկա, կամ քանդվել է։ Նույնը Հայաստան-Թուրքիա այդ համատեղ հանձնաժողովը պետք է աշխատի Գյումրի-Կարս երկաթուղու ուրեմն վերագործարկման հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ։ Հիմա հարցը հետևյալն է, Հայաստանը միայն իր կարողություններով կարող է այս ամենը գլուխ բերել, նույնիսկ եթե ներդրումները լինեն, թե մենք նաև այլ տեղերից շինարարական կազմակերպություններ պետք է ներգրավենք, որ շատ ու շատ պրոյեկտներ զուգահեռ սկսեն աշխատել, այլ ոչ թե հաջորդաբար։ Սենց կարող է 20 տարի մենք դեռ չհասցնենք ոչինչ կառուցել։ Թվում է թե, համեցեք։ Այստեղ մի քանի ասպեկտ կա, նախ առաջինը պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանը ինքը խաչմերուկ է ըստերության եւ եթե Հայաստանը առաջարկում է խաղաղության խաչմերուկ նախագիծը, դա նշանակում է, որ ինքը հայտ է ներկայացնում այդ խաչմերուկի մաս կազմելու։ Եթե Հայաստանը չներկայացնի այդ նախագիծը, այդ խաչմերուկը կլինի առանց մեզ։ Այո։ Ըստերության նաև կա այդ խաչմերուկը որոշակի ինտենսիվությամբ, Հայաստանը մեկուսացված է շատ գործընթացներից եւ դրա հետևանքները նախորդ տասնամյակների ընթացքում մենք ուղղակիորեն, անուղղակիորեն տեսել ենք։ Այստեղ մյուս հարցը, որ ձեր բարձրացած մտահոգությանն է վերաբերում, բնականաբար դա կա եւ բայց նաեւ պետք է հասկանալ, որ այսօր ավելի շատ տեղ ունենում հիմնականում քաղաքական ճշգրտումների գործընթացները, իրավական, այսպես հստակեցումներ են տեղ ունենում, որը բավականին բարդ ու երկարատև աշխատանք է։ Այն հատվածը, որը աշխատանքի վերաբերելու է զուտ ֆիզիկական աշխատանքների, ներդրումների ներգրավմանը եւ այլն, դա կարծում եմ այս ամբողջ գործընթացի ամենաբարդ մասը չէ եւ որևէ մեկը չի էլ հավակնում կամ ակնկալում, որ Հայաստանը ինքնուրույնաբար դա պետք է անի, ինչպես արդեն նշեցի, այսպես տարածաշրջանային ուժային խոշոր կենտրոնները, գլոբալ ուրեմն կենտրոնները պատրաստ են ներդրումներ իրականացնել, ունեն ներդրումային ուրեմն նախագծեր մեծ փաթեթներով եւ երբ որ իրավական հստակեցում լինի, քաղաքական հարցերը կարգավորվեն, այդ բոլոր տեխնիկական հարցերում ներդրումների ներգրավման, նաև տեխնիկական աջակցության հարցերը դրանք շատ արագ իրենց լուծումը համատաբար արագ իրենց լուծումը կգտնեն։ Դա կարծում եմ ամբողջ գործընթացի ամենամեծ խնդիրը չի, ինչպես ցույց է տալիս նման օրինակ խոշոր նախագծերի իրականացման փորձը այլ տարածաշրջաններում, դրանք բոլորը տարբեր երկրների ֆինանսական կառույցների ինչ-որ մի տրամաբանությամբ միավորված ֆինանսական այլ ռեսուրսների համատեղման արդյունք են հանդիսանում եւ որևէ երկիր ինքնուրույնաբար դա չի իրականացնում, նույն Ադրբեջանի օրինակ եթե վերցնենք որևէ նախագիծ
որում Ադրբեջանը ուղղակի շահառու է հանդիսանում եւ այդ երկրի մրցունակության հիմքն է կազմում ըստ էության այդ նախագծերը, դրանք բացառապես ադրբեջանական ուրեմն ռեսուրսներով չեն իրականացվել բնականաբար։ Նույնը լինելու է նաև մեր պարագայում, բայց դա այստեղ ամենամեծ խնդիրը չէ։ Բայց մենք ունենք այդպիսի այսպես նախնական նախադրյալներ, հա, նման մասշտաբի կառուցապատողների եւ ընկերությունների ներգրավելու համար, թե սա դեռ միայն մտադրությունների մակարդակում է։ Դե Հյուսիս հարավի ձեր մատնանշած այդ գործառնությունները դրանք ըստ էության ինչ որ առումով վերջին տարիների համար թույլ են տվել նոր փորձ ձևավորել այս ոլորտում, դրանք ցույց տվեցին, որ այո, Հայաստանն այստեղ ունի խնդիրներ, բայց այդ խնդիրները չէին էլ կարող չլինել, որովհետև մենք տևական ժամանակ խոշոր այդպիսի նախագծեր գրեթե չենք իրականացրել։ Ունենք տեղում ինստիտուցիոնալ թերզարգացման լրջագույն այսպես հարց բաց եւ բնականաբար, եթե չես իրականացրել համապատասխան կարողությունների առումով լուրջ խնդիրներ կան, բայց արդեն իսկ ուրեմն ինտենսիվացած աշխատանքները, որոնք որ տարվել են հյուսիսարավի այսպես հյուսային կտորում, հա, նաև հիմա հարավային կտորում իրականացվող բավական նշանակալի աշխատանքների մասով արդեն իսկ այսպես կազմակերպչական լուրջ առաջընթաց կա ինստիտուցիոնալ առումով, մասնակիցների առումով հստակեցումներ կան։ Դա հույս է ներշնչում, որ որոշակի փորձ կուտակվում է, նաև փորձը ուրեմն օտարերկրյա գործընկերների ներգրավման պատրաստ լինելու առումով է կուտակվում եւ կարծում եմ, որ այդ փորձը հետագայում եւս օգտակար կլինի։ Պարոն Քթոյան, այս ճանապարհները նաև երբ բացվեն, կառուցվեն, տարանցման սահմանափակումները հանվեն, այս ամենը նաև շատ լավ բազա է, այսպես ասենք, մեր արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի ուղղություններ որպես, հա, ինչից մենք շատ խոսում էինք, բայց ինչ-որ չափով էլ հա արվում էր, բայց խիստ անբավարար, համենայն դեպս մեր այդ միակողմանի կողմնորոշվածությունը մեր արտաքին տնտեսական կապերի այնուամենայնիվ առայժմ լծակ է ծառայում, ասենք նույն Ռուսաստանի ձեռքին, մեծ վրա ճնշումներ գործադրելու համար եւ դիվերսիֆիկացիայի մասին այդ գաղափարը հենց պետք է ծառայեր նրան, որ այլևս արտաքին առևտուրը մեր վրա ճնշման գործիք չդառնա։ Այստեղ կապված այս նոր հնարավորությունների հետ ինչ նոր անելիքներ ունի կամ կունենա կամ պետք է ունենա գործադիր իշխանությունը, համեցեք։ Դե ըստ էության դիվերսիֆիկացիան ցանկացած երկրի համար անհրաժեշտություն է եւ կապ չունի, որ մեկ կետից ես, ինչ մեկ կետից ես կախված, մեկ կետից, մեկ մատակարարից, մեկ շուկայից կախվածությունը ինքը միշտ էլ խնդիր է թե առանձին բիզնեսի մակարդակում եւ թե ընդհանուր ուրեմն տնտեսության կամ մակրո մակարդակում։ Անելիքները մենք շատ կարող ենք խոսել եւ խոսել ենք դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունից, բայց դա գալիս համանախապակվում է աշխարհաքաղաքական իրողություններով եւ համանախապակվում է լոգիստիկական ուղիների ուրեմն բացակայությամբ կամ խիստ այլընտրանքային բնույթով եւ անելիքները այս պահին ըստ էության դրանք ավելի շատ այո այն քաղաքական տիրույթում են, քաղաքական նոր հնարավորությունների օգտագործման առումով, լոգիստիկական ուրեմն ուղիների մաս կազմելու առումով աշխատանքների տանելն է, որը որ այսօր որի արդյունքները մենք տեսնում ենք, դա արագ գործընթաց չէ, դա պահանջում է լուծել
այսպես տասնյակ տարիների ընթացքում արդեն քրոնիկական դարձած խնդիրներ, դա պահանջում է նաև փոխադարձ վստահության կառուցում, ինչը եւս բավականին բարդ է, թե ուրեմն քաղաքականություն իրականացնողների միջև վստահության, թե ավելի այսպես կատարողների մակարդակում, հասարակության մակարդակում, եթե դիտարկենք, սա երկարատև գործընթաց է բայց ընդհանուր վեկտորը ինքը ըստ էության ճիշտ ուղղությամբ է։ Առաջին կարևոր նախապայմանը լոգիստիկական այլընտրանքային կապուղիների առկայությունն է, առանց դրա դու որքան էլ նոր շուկաներ կարողանաս քեզ համար գտնել, հետաքրքիր շուկաներ հայտնաբերես, բայց եթե չկա կապուղի, բնականաբար այդ շուկան կմնա չիրացված։ Այսինքն այն ինչ հիմա իրականացվում է, դա այդ տրամաբանությամբ եւս կարելի համարել վեկտորի ուրեմն ուղղությամբ արվող նշանակալի քայլ ըստ էության։ Շնորհակալ եմ, պարոն Քթոյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար ձեզ նորանոր հաջողություններ ձեր նոր աշխատանքում, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր, տնտեսագետ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի նոր անելիքների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։